Առաջին անգամ կյանքումս դրա մասին մտածում, բայց գլուխս սկսեց ցավել։ Լավ կլներ, որ չգիտեմ, նարեկացիները լինեն ինֆլուենսերներ, Մեսրոպ Մաշտոցները, Հենրիկ Մխիթարյանը, կան հայհոյող պոետներ, նրանք եզակի են, իսկ կան հայհոյող ամբոխներ, նրանք միլիոնավոր են։ Եվ այդ հայհոյող ամբոխները երբեք չեն դառնալ եզակի հայհոյող պոետ։ Կարելի է հիմարություն ինչ-որ անել եւ դառնալ հայտնի։ Չի կարելի երեխային օրինակ կերակրելու ժամանակ հեռախոսը դնել դեմը, որ ինքը այսպես կլանված նայ այդ հեռախոսի մեջ, դու էլ դալը բերես, ինքը բերանը բացի, հետո դառնա եկա 30 տարեկան էշ, ու էլի միջև հեռախոսը դեմը չլինի, չկարողանա այդ մարսողական process-ները առաջ տալ։ Հիանալի գաղափարն եմ, անվճար հիմա նվիրում եմ ինչ-որ մեկին, մարդ, որ մեյքափով է զբաղվում, դարձել է մեգա աստղ։ Իմ համ անհասկանալի է դա, անհասկանալի է, ու անհասկանալի է այդ մարդուց ինչ կարելի է սովորել։ Անիմաստ էս բութ մատի մուսկուլը աճացնում ենք, դարձնում ենք, չգիտեմ ինչ,